Նորից բարև ձեզ։ Ես 100%-ով համոզված եմ, որ դուք ընտրվել եք արդեն։ Իմ մեջ դա կա։ Գիտեմ, իմ միակ խնդրանքը, գիտեմ, որ արդեն դուք մեր վարչապետն եք, սպիտակին աշկաթող չանեք։ Շատ շնորհակալություն։ Համոզված եղեք, որ մենք ձեր կողքն Հայաստանում չի լինի շրջան, որ մենք աչքատող անենք, առավել ևս սպիտակի շրջանը, ամենատուժված շրջանը, ես դուք կարողա չգիտեք, բայց երկրաշարժի ժամանակ նստած եմ եղել սպիտակեն Ռասիա ճանապարհի վրա ռեստորանում, ես ամեն ինչ տեսել եմ երկրաշարժի օրը, ճիշտ է, մենք չենք հասկացել ինչ կատարվեց, հասանք Կիրովական, նոր հասկացանք, մարդիկ, որ վազվզում գորգորոցներով, հասկացանք, որ սա երկրաշարժ էր։ Ես ամեն ինչ տեսել եմ, ես գիտեմ սպիտակի արտադրական պոտենցիալների մասին, ես ամեն ինչ գիտեմ, դա համատարած պրոբլեմ է, որովհետև մեր երկրում չի եղել մարդ, ով մտածել և կարողացել է ստեղծել ռեալ աշխատատեղեր։ Մենք սկսում ենք դրանից, մենք էլ կարող ենք հայտարարել 1 միլիոն դպրոց, 800 միլիոն կիլոմետր ասֆալտ, դա ամենահեշտ գործն է։ Երբ որ դու գնում ես մարդկանցից, հիմա դուք գիտեք, կարող է գնալ ձեր հարևանից փող վերցնել, ծախսել ու ուրախանալ։ Բայց մի օր, որ հարևանը եկավ փողը հետ ուզեց, չեք ունենալու, պրոբլեմները սկսվում են, չէ, հարևաների մեջ։ Նույնն էլ մեր վիճակն է, մեր երկրի վիճակն է։ Ամբողջ տնտեսությունը կառուցված է պարտքերի վրա։ Ու ամենավտանգավորը ինչն է, որ դրան ժամանակ է պետք, որպեսզի մենք կարողանանք տնտեսությունը ու բյուջեն կտրենք պարտքերից։ Դա շատ հեշտ բան չի լինելու, որ մենք եկանք 1-2 տարում, դա հնարավոր չի լինելու, որովհետև արդեն կառուցված է ամբողջ տնտեսությունը պարտքերի վրա։ Մենք աղքատ երկիր ենք, մենք պարտքերով ապրող երկիր ենք։ 8 տարում ես ասում եմ, գոնե մեկ հիմնարկ, բացի մեր կառուցած, մենք մի 8-10 հատ կառուցել ենք, բացի մեզնից, կարան ցույց տան մեկ հիմնարկ, որտեղ 200 մարդ աշխատում է։ Իրենք զարմանում են, երբ ասում ենք, որ այո, պետք է առաջ հերթին ստեղծվի աշխատատեղ, մեր երկիրը ուրիշ պրոբլեմ ունի, մեր երկիրը հայաթափման պրոբլեմ ունի։ Ասֆալտը 3 տարի են էլ գիտեք իրանց արած որակը, ամենաշատը 3 տարի, փողը կերան պրծան, փող ուտելուց էլ շատ լավ են սրանք։ Անցյալ տարի սպիտակում կներեք, սպիտակում ասֆալտ են արել, անցյալ տարի, այսօր արդեն քանդում են։ Դե ես դրա համար 3 տարի, ես հələ շատ եմ ասում, ես գիտեմ շատ տեղեր են, ես ավելի շատ եմ ասում, 3 տարի, 4 տարի թող դիմանա։ Աշխատատեղը տասնյակ տարիներ մարդկանց բարիք է ստեղծելու, ես դեմ չեմ վարկեր վերցնելուն, բայց վարկը վերցնում են, խելացի են ծախսում, որ ինչ-որ բան վերարտադրվի, ինչ-որ հավելյալ արժեք ստեղծվի։ Երկիրը ապրում է միայն պարտքերով։ Իրենք ամեն ինչ անում են, բայց հետ վերադարձի մասին չեն մտածում։ Վաղը կրվելու են գնան, նոր իշխանությունը պետք է դրա մասին մտածի։ Իրենք գիտեն, որ իրենք շատ ժամանակավոր եկել են, հունիսի 7-ին գնալու են, բայց 15 միլիարդը արդեն բարձեցին մեր բյուջեի վրա։ Դրա համար մեկ օր շուտ ազատվենք այս իշխանությունից, ճանապարհենք թմբուկ նվագելու, հիմա կարող են ավելի լավ խումբ, դե պերաշկին ոչինչ, սովածա ուտում են։ Սոված մարդը ամեն ինչ ուտում է, դրա համար համարենք, որ դա նորմալ է։
Բայց պետության ղեկավարը տարբերությունը, որ ամբողջ աշխարհի առաջ դա ցույց պիտի տա, Կուկուրուզա կարծում։ հա, ու աշխարհին ցույց չտա, որ այսպիսի ազգ է լինում, որ ղեկավարը տո կուկուրուզա կարծում, տո պերաշկի է ուտում, բայց համարենք, որ դա սոված էր կերավ։ Համենայն դեպս մենք դրանից այդքան վնաս չունեցանք, մի քիչ էլ գոնե միշտ կծիծաղենք այդ բաների վրա։ Բայց իրենց արած քայլերը մեր պետության դեմ շատ վտանգավոր են։ Ես միայն չեմ հասկանում, դա անում են հասկանալով, թե չհասկանալով, ուրիշ բան չեն կարողանում անել, որովհետև այսպիսի քայլեր նույնիսկ թշնամին չի անի այդ մեր երկրի հանդեպ, ինչ իրենք են անում։ Ամբողջ երկիրը բևեռացրել, մարդիկ հայոյախառն ու երևի ով ինտերնետի մեջ տեսնում է ինչ է կատարվում։ Մեր գլխավոր նպատակը, առաջին նպատակը լինելու է համախմբել մեր ժողովրդին։ Ու ես վստահ եմ, բացի մեզանից, դա ոչ ոք չի կարողանալու անել։ Մեր ժողովրդին, մեր սփյուռքին հիշեցնել, որ իրենք ունեն տուն։ Օգտագործենք մեր սփյուռքի պոտենցիալը, հնարավորությունները, բռնեցին, գիծ քաշեցին, մեզ սփյուռք պետք չի, հանկարծ ոտքերդ Հայաստան չդնեք, մենք 10 միլիոնանոց ազգ ենք։ Հայաստանում ապրում են 3 միլիոնից քիչ մարդիկ։ 7 միլիոնը կտրված է իր հողից։ Մենք դա էլ ենք շատ արագ հետ բերելու։ Հայաստանը պետք է դառնա բոլոր հայերի տունը։ Այսինքն մենք թշնամություն չենք անելու ոչ մեկ հետ։ Բոլորը մեր ժողովուրդն են, ինչ որ մասը մոլորված են, ինչ որ մասը խաբված են, ինչ որ մասը վախեցած են, հասկանում եմ։ Բայց մենք իրավունք չունենք դրա վրա ուշադրություն դարձնենք։ Մենք պետք է մեր երկիրը սարքենք ամբողջ հայության տունը, օգտագործենք բոլորի պոտենցիալը, որ երկիր ունենանք, զարգացնենք երկիրը։ Կարող ենք ամեն օր սիրուն բառեր ի հեճուկս են օգտագործենք, բայց երկրին զարգացում է պետք, աղքատությունը վերացնենք։ Դուք պատկերացնում եք ամեն երկրորդ մարդը հացի խնդիր ունի։ Իրենց երեխաները սոված են քնում։ Դրա համար մենք առաջ երթին հատուկ ծրագրեր ենք անում աղքատությունը վերացնելու, աշխատատեղերն էլ է դրա համար, որ աղքատությունը արագ վերացնենք։ Ծայրահեղ աղքատությունը մենք որոշել ենք չնայենք աշխատանք կա չկա, դա պետք է շատ արագ 6 ամսվա ընթացքում ամենաշատը։ Մենք ծայրահեղ աղքատ ապրող մարդ Հայաստանում չպետք է ունենանք։ Դա ուղղակի մեր պատվի հարցն է, որ մարդը հաց առնելու փող չունի, ու դա հասնում է մոտ 20%։ Մենք ձեր կողքին ենք, ասված ես պահապան։ Բայց ես ուզում եմ, որ դուք շատ պինդ լինեք իմ կողքին, լորեցու նման լինեք, ու ոչ միայն միջև ընտրություն, հետո էլ ենք իրար հետ գործանք։ Մեր կեսը շատ ներողություն մշիցյա, պինդ ենք։ Դե պինդ եղեք։